Այսպես ողջունեմ բոլորին, խնդրում եմ share արեք մեր Facebook-յան եթերը, հարգելիներս, դա կլինի ձեր փոքրիկ աջակցությունը։ Եղել եմ նաև քանի բան եմ այսօր առանձնացրել ձեզ համար։ Գրքից հատված live-ը եւ նաև պլանշետից iPad-ից եմ ընթերցելու որոշակի դրվագներ, այսօրվա մեր զրույցը հագեցած է լինելու, բայց մինչև այդ ուրբաթ օրը մի քիչ նոստալգիկ է մեզ մոտ միշտ, չէ՞, նկատել եք։ Ուրեմն Facebook-ը տենց բան ունի, չէ՞, memories բաժինը, որը հիշեցնում է այս կամ այն դրվագի մասին, որ տեղի է ունեցել մեզ հետ, այս կամ այն դրվագի մասին, եւ ուրեմն Facebook-ը երեք հրապարակեց մի նկար, որտեղ այս խարտի աշպատանեկիկը երիտասարդ ես եմ արգելի բարեկամներ 11 տարի առաջ այսօրը ես ավարտեցի Յուտա-Վալեի համալսարանը եւ պրոֆեսոր Բրայան Մաքքեյի հետ ահա այս նկարը, որը անմահացավ եւ ահա այսպեսի նկարել ունեմ, սա էլ ցույց տամ, բանով հավաստագրով, բանով երբ անցան այս տարիները, չէ, վստահ եմ ամեն մեկս գոնե մի անգամ մենք մեզ այս հարցը տվել ենք այս կամ այն դրվագում, ինչ որ մի բան արինում, ասում ենք, աստված իմ երբ անցավ այս ժամանակը, ո՞նց անցավ այս ժամանակը։ Կարծես 3 էր, օլալա։ Ես ուսանողական վիզայով եմ եկել Ամերիկա, կարծես 3 եղավ այդ մեծ sense մուգ ամպերով երկինք էր Ամերիկան շատ անպամած ինձ ընդունեց Նյու Յորքով եմ եկել Երևան Մոսկվա, Մոսկվա Նյու Յորք, Նյու Յորք Սոլտ Լեյք Սիթի եւ Նյու Յորքում էր ահավոր անձրև եւ ուրեմն որ վայրեջ կատարեցի JFK-ում պիտի տերմինալ դետեղ immigration-ը տեղ ես անցնում անցա եւ մյուս տերմինալը պիտի գնաս Սոլտ Լեյք Սիթի գնալու համար արդեն ներքին domestic flight-ով մի փողոց պիտի անցնեմ, չեմ կարողանում, չեմ հասկանում, ոնց է լինում, ինչ է լինում, անգլերեն ես խոսում, այնտեղ սևական իրենց ամերիկյան ակցենտով ես ոնց կարող էի այդ թվերին իրանց հետ որևէ բան խոսել, որևէ բան նորմալ հասկացնել, բայց վերջում American Airlines-ի աշխատողը վերցրեց մի հատ մաթեմատիկայի sense քառակուսի թղթի կտոր եւ դրա վրա գծագրեց, ասում է going straight sir, going straight, then turn left, then turn right, չգիտեմ ինչ, գնան դեղ, բան, կտեսնես այս մեկը, հետո այս մյուսը, հետո այս մյուսը, աստված իմ, հասա եւ այդ դրվագից իհարկե անցել է 15 տարի, բայց դեռ 3 տարի եւ ավելի ուսումը գումարի մի ամբողջ կյանք։ Այս մի քիչ նոստալգիկ վիճակներ, ես վստահ եմ ամեն մի ռադիո լսող հիմա ովքեր մեզ հետ են, ամեն մեկը իր պատումը ունի եւ ամեն մեկը հիշում է այդ օրը, որովհետեւ դա այն ջրբաժանն է, որը երբեք մոռանալ չի լինի։ Ամեն մեկս ունենք այդ պահը, այդ ակնթարթը, որը մեկնարկային կետն է, որովհետեւ Միացյալ Նահանգները այն երկիրն է, որ որպես կանոն երկար ժամանակով է մեզ ընդունում։ Հիմա ամեն մարդու ճակատագիր տարբեր է, բայց երբ որ վիզան ստացա, որ գիտեմ, որ պիտի գնայինք, ես լավ հիշում եմ անգամ ծնողներս, հատկապես հայրս, ասում էր, դե դու էլ հետ չես գա, ու այդ հետ չգալը այնքան ծանր էր իմ վրա նստում, Ժորժ ջան, այո, ես ուզում էի գնալ Հայաստան, շատ վատ վիճակի մեջ էի Հայաստանում, ահա որ դրա մասին բազմիցս խոսել եմ, շրջապատս, միջավայրս, աշխատավայրս, դա անտանելի էր, դա դժոխային էր, դա անմարդկային էր, անբարո էր դա, ամենակարևորը անբարո էր դա, որը ես չէի համակերպվում եւ այդ ամենը հաշվի առնելով ասեմ, դու չես հետ գա, բայց այդ չհետ գալը ախր դա քո տունն է, քո միջավայրն է, քո հարազատներն են, ես գնում էի դեպի մի վայր, որտեղ մեծ հաշվով ինձ սպասող չկար, մեծ հաշվով այնտեղ ունենք շատ հարազատ մարդ, բան չունեմ ասելու, տատիկից հարազատ եղբոր ընտանիքն էին Յուտայում էին ապրում, բավականին կայացած մարդիկ են, բավականին լավ մարդիկ են, շատ հարազատ, միշտ կապի մեջ ենք եղել, մի խոսքով շատ, բան տատիկից հարազատ եղբոր ընտանիքը, եւ այդպես որ իմացան ես Հայաստանում ինչ վիճակների մեջ եմ, ոնց եմ, ինչ եմ եւ այլն, եւ իմ cousin-ը, այսինքն տատիկից եղբոր ավակ որդին, ասաց Ռաֆայել, ինչի մասն է խոսքը, արի բան անենք, մեր մոտ մեծ համալսարան կա, Յուտա-Վալեի համալսարանը, արի փորձենք գործերը տուն ներս, եթե հրավեր լինի, արի այստեղ այս վիճակից դուրս արի, որտեվ ես հաստատ այստեղ նստած չի լինի, եթե ես չգայի։
Եվ այդպես, այո, recommendation բան ամեն ինչը դիպլոմներս, գերազանց ավարտականներս, մեդալներս, պետական պատվոգրերը, իդեպ Սերան Օհանյանին 1000 բան եք ասում, Սերան Օհանյանի պաշտպանության նախարարության այնց գրամատաներ ունեմ, այնց շնորհակալագրեր ունեմ, Երևանի քաղաքապետարանը, ըստ Տարոն Մարգարյանի ժամանակով ունեմ գովասանագրեր, ես 2010 թվականի Հայաստանի Հանրապետության լավագույն շրջանավարտն եմ, որը եւս պետական մրցանակ է, չեմ ասում գերազանց առաջադիմությամբ դպրոց է, չեմ ասում կարմիր դիպլոմով ավարտած համալսարանս, բժիշկ եմ վերջը գերազանց առաջադիմությամբ, հերոստատեսյան ռադիոյի ակադեմիան գերազանց առաջադիմությամբ, քառակի դափնեկիր եմ օլիմպիադա, այդ սաղ թղթերը մի խոսքով ներկայացրեցինք, չանցավ մի շաբաթ, եւ Յուտավալի համալսարանի նախագահի պարոն Հոլանդի հրավերով ինձ միանգամից բավականին լավ scholarship-ով ամեն ինչով բան հոս եգուր բաբամ ասեցին, հոս եգուր բաբամ եւ գնացի եւ ուրա այդ սերտիֆիկատը չանցավ այստեղ ցույց տամ ես տեսախցիկով այս sense ցույց տամ հեսա անցավ 2 տարի եւ 14 թվականին ահա ցույց եմ տալիս World Citizen Awards մրցանակը բարեկամներ World Citizen Awards Աշխարհի տվեցին Ես հետո կկախեմ լավ Ես հետո կկախեմ պատերը չփոկեմ Այո ստացա եւ ինչ եղավ ճակատագրական հա այո դա եղավ ճակատագրական Ինչև է, հարգելի բարեկամներ, այսպես սա այդ Memorial Day ոնց որ հիշենք ինչ ա եղել, ոնց ա եղել, որտեղ վստահ եմ ամեն մեկը ունի այդ դրվագը, եթե ամեն մեկին տան հնարավորություն վստահ եմ կպատմեն, բայց այսօր մի այլ դրվագ եմ ձեզ համար առանձնացրել, ավելի մեր օրերի մոտ, հա, մենք 3-4 առաջորդն էինք խոսում բանակի մասին, բանակաշինության, թե ոնց է պետք հարգել զինվորականին, սպային վերջը, չէ, խոսում էինք այդ ինստիտուտի մասին, որը շատ կարևոր ինստիտուտ է, որը չգիտես ինչու վերջին շրջանում տարբեր մեկնաբանությունների առիթ է տալիս, բայց մի դրվագ, որը այսօր ուղղակի ջարդուփշուր արեց այդ ամբողջ պատկերացումները, խոսքը վերաբերում է ապտակի մասին, որ շարքային քաղաքացին հանրապետության հրապարակում հասցրեց ոստիկանին Այսօր update լրատվականի վերլուծական բաժնում եմ դրա մասին խոսել, որովհետև ես չեմ պատկերացնում ինչպես կարող է այս ամենից զատ, այս ամենը ինչ որ կատարվում է մեր շուրջը, հա, մեկ էլ հանկարծ Երևանի կենտրոնում անկախ կրքերից քաղաքացին անգամ չկաշկանդվի տեսախցիկներից, հա տեսախցիկներից եւ նայելով տեսախցիկի մեջ կներեք բառից համար չափալախի ոստիկանին, որը ոչ իրան բերման է ենթարկում, ոչ իրան ինչ որ բան է ասում, ինքը ուղղակի կատարում է իր ծառայությունները կանգնած է կառավարության շենքի դիմաց։ Հասկանու՞մ ես, նախ ասենք, որ Վարդաշեն թաղամասի բնակիչները բողոքի ցույց էին անում կառավարության առաջ, այդ մարդկանց էլ հասկանում ենք մխիթար վիճակ է, վթարային շենք է, քանդվում է, վախենում են եւ այլն։ Ես այդտեղ ճիշտ ու սխալ հանող չեմ։ Կառավարությունը ասում է, դե փող ենք տալի, իրանք դժգոհում են, ասում են քիչ է այդ փողը, չգիտենք ինչ անենք եւ այլն։ Այդ կարող են քննարկել պահանջները, ձևաչափը, շատ են տալի, քիչ են տալի եւ այլն։ Այդ մի կողմ, թող պատկան մարմինները զբաղվեն, դա ավելի շատ իրավական հարց է, ով ինչ իրավունք ունի, ով ինչ չէ։ Ինձ սոցիալական դրվագն է եւ բարոյական դրվագն է հետաքրքրում, այս նույն պատմության մեջ, որ այդ հասուն տղամարդը շատ ուժգին ապտակում է ոստիկանին։ Հասկանում ես, քաղաքացիներից մեկը, որ հարվածեց, ներքին գործերի նախարարությունը իհարկե միանգամից վերցրեցին, տարել են բաժին, քիչ առաջ իմացանք հատուկ հոդվածով բարձր քննչական կոմիտեից հայտնում են, որ նախաձեռնվել է վարույթ, նստելու է այդ մարդը ամենայն հավանականությամբ, բայց այդ էլի ուրիշ պատմություն է։ Ես այդ քաղաքացուն չեմ ճանաչում, ես այդ ոստիկանին չեմ ճանաչում, ինձ 1000 տարի երկուսն է պետք չեն, բայց երևույթը, որպես տես Ամերիկայից էին խոսում, Ամերիկայում ապրած մարդ, որպես Միացյալ Նահանգների
դրվագներ տեսած մարդ, ես ապշած եմ ընկերներ, հա, չեմ կարողանում հասկանալ։ Ոնց է դա հնարավոր։ Հիմա մենք ամերիկյան ռադիոկայան ենք, մեզ լսում եք։ Դուք ձեր վատագույն կամ լավագույն երազում կարող եք պատկերացնել Գլենդելի Փոլիսի, Բրբանկի Փոլիսին, Նորթ Հոլիվուդի, Փասադինայի, չգիտեմ, Գրանադա Հիլզի ոստիկանին, չեմ ասում է չափալախես։ Կպնես, մի հատ կպնես։ Մի հատ կպնես ես, մի հատ մատով։ Դուք պատկերացնում եք դրվագները։ Այս մարդիկ դարը խառնել են, այս մարդիկ տեղյակ չեն ոչի բանից, այս մարդիկ Ես հասարակություն աստվածին, ես չեմ պատկերացնում։ Հիշում եք, մեր Central-ի վրա որ կա բարևներ, Glendale Central Avenue, մեր TV-ի կողքը Starbucks-ը, այն որ ժամանակին Everest-ն էր, լեգենդար Everest-ը, արավոս փագին այդ Everest-ը։ Այդ Everest-ը դարավ այդ այլանդակ Starbucks-ը, որ ես ատում եմ ուղակի, ասենք կողքը հաճախ գալիս են Glendale Police Department-ի մեր պոլիսմենները, չգիտեմ, կարամել մախիատո են վերցնում կամ ինչ որ մի բան, հա, սուրճ են վերցնում սովորական։ Սառում է մթնոլորտը։ Մանավանդ այնտեղ խարոշիներ բաներ հավաքվում են մեկ-մեկ այդ $500,000 ավտոներով բանով մեկ-մեկ հավաքվում են, զգում ես, որ ոստիկանները գալիս են, մթնոլորտը մի քիչ sense փոխվում, այսինքն այդ սթափության չափաբաժինը պահպանվում է։ Էլ չեմ ասում, որ ընդհանրապես ոստիկանն էլ իր ձևով պիտի հարգելու արժան լինի բան եւ այլն եւ այլն եւ այլն, բայց 15 տարի դրսում ապրելով ես այդ բանն եմ ուզում, էլի այդ ինստիտուտի հարգանքն եմ ուզում տեսնել, որ Հայաստանում չկա, բացարձակ չկա ոստիկանի նկատմամբ։ Մեր ոստիկանությունն էլ է մեղավոր, բան չունեմ ասելու, որովհետև ես չեմ պատկերացնում ոստիկանական ակադեմիային ասում։ Ոնց է հնարավոր գնալ 4-5-6 ամիս սովորել եւ հանգարց դառնալ պարեկ ու մի տեսակ դրա համար են գիտես ինչ, մի տեսակ անտաղանդների հավաքածու է։ Ով ինստիտուտ չի կարացել ընդունվի ծանոթ բարեկամ չունի բան, գնում է անդեյա 6 ամիս սովորում, մեկը դառնում է պարեկ, արդեն ֆորմեն հագնում է, իրան կարծում է թե ինքն էլ է ասատրին է։ Բայց դա ինչ չի։ Հասկանում ես, այն կողակել չի, բայց դա էլ չի կարևոր։ Զուտ ինստիտուտի նկատմամբ հարգանք է պետք։ Եվ երբ որ շարքային քաղաքացին գնում է եւ իրեն թույլ է տալիս ապտակելու, ես միանշանակ, անկախ դրանից ես, ոնց են վերաբերում մեր ոստիկանությանին, անպայման պիտի այդ մարդիկ պատժվեն, որովհետեւ պիտի հարգվի այդ ինստիտուտը վերջապես։ Հա։ Ու էլի ես 15 տարի Ամերիկայում ապրելու բան, հիմա դուք եք մեզ լսում եք, երբ դուք եք զարմանում, որովհետեւ չեք պատկերացնում ոնց կարելի է ոստիկանին ապտակել։ Հարց եմ տալի ինձ, ասում եմ, ոնց է էլի ստացվում, այս Երևանի ամենայն խառոշիները, այն ամենա որ թվում է թե դեմները խաղ չկա, ես տեսել եմ այդ մարդկանց, ծանոթ ընկեր բարեկամ որ եղել է, եկել են, մեկ էլ հանկարծ այնպիսի սենց փափկասուն են դարձել, լոսում, անես մի հանգիստ սենց մի բարխտնի պուշիստի կալաբոկ են դարձել, ինչի է տենց, եկել եմ եզրակացության, այն ժողովրդի ասած կուրկուրի ձակ են դառնում։ Եկել եմ եզրակացության, որովհետև մենք լավ ենք մեզ դրսևորում եւ դառնում ենք օրինապաշտ, երբ մեզ պատասխանատվության ենթարկողը մերոնցից չի։ Հասկանում ես, երբ որ գիտես, որ դիմացինը քոնոնցից չի։ Ու դա նաեւ պատմությունն է ապացուցել։ Ոնց է ստացվում, որ հայերը բոլոր կայսրություններում ամենաֆանտաստիկ մարդիկ են եղել, լինի արհեստագործ, լինի մշակ, լինի բանվոր, լինի ստեղծագործ, լինի քաղաքական գործիչ, բոլոր կայսրություններում այդ թվում Օսմանյան, որ մենք ատում ենք, հա, սուլթանի խորհրդականների կեսը հայեր էին, յենիչարները, այդ որ հեղափոխականները իրանք մատը դնեին գյուղի վրա, ինչ ուզեին կանեն, այդ կարգի բաները, արդարադատության նվիրյալները, էլ չեմ ասում բաները, ճարտարապետները, Ստամբուլի, մինչև այսօր այդ Դալմա Բախչեն մնացած բաները, որ Էրդողանը վերահանգեց, հայերի ճարտարապետությունն է, հայկական ճարտարապետությունը, իրանք էլ ընդունում են մեծ մասը, բայց այդ չի կարևոր։ Ոնց է ստացվում։ Որովհետև դատողը մերոնք չեն, հենց դատողը պատասխանատվության ենթարկողը եղան մերոնք, վերջացավ, դա քանդվում է։ Անդե քանդվում է։ Իմ ախպեր, իմ բանակի ծոցի ընկեր, ես քո ցավը տամ, ու դե քանդվում։ Հենց ասես ցավը տանեմ քանդվում է։ Всё։ Ատում եմ ես այդ բառակապակցությունը։ Այդ ջիգերը դա ախպեր քանդվում է։
դիմացինը պիտի լինի այնպիսին, որ հասկանա, որ ոչ քերին, ոչ քավորը, ոչ բարեկամը, ոչ ոք չի կարող իրան փրկել, եթե նա հանգարց եղավ կարգազանց։ Նորից եմ ասում։ Մենք ոչ թե վատ ժողովուրդ ենք, չէ։ Մենք հրաշք ժողովուրդ ենք, հրաշք անհատներով եւ այլն, բայց մենք վատը այնքան աչքի ենք գնում, որ գուցե այսպես մերոնց վրա ստվերա նետում։ Սփյուռքում հայը հաճախ այսպես կարգապահն է լինում, որովհետև նորից եմ ասում, իրեն դատողը, տուգանողը եւ պատասխանատվության երկհարկող մարդը, երբ որ հայ չի, եւ նրա առաջ քերի քավոր չի աշխատում, չկա մեկը, ում կարելի է զանգել, ասել ախպեր ջան, կարաս մի բան անես, ինքն ասի պրոբլեմ չունես, չկա։ Եվ այս ամբողջ մեր այսպես know-how-ն, այստեղ մեկնաբանություններն են գրում։ Ես ձերքետ կկարդամ անպայման, հարգելի բարեկամներ, դրսում մուկ է, տունը իշխան ձուկ, Նարինե Կատվալյանն է գրում։ Իսկ հարգելի Նարինե, ես գիտեք ինչի կողմնակիցն եմ, որ երկու տեղում էլ մարդ լինի, մարդ իր բոլոր հնարավորինս դրական կողմերով, ես չեմ իդեալականացնում, բայց պիտի այդ ամեն ինչը կարողանանք էլի դրսևորել ու այս պատմության երկրորդ երեսը կա, որ ուզում եմ աստիճանաբար հասնել։ Սա միայն այս բարոյականության անկումը չի, որ ասենք լավ մի հատ հիմար մարդա բռնեց ապտակեց, հիմա կգնա կնստի կամ ինչ որ մի բան կանեն։ Հարցը այդ չի։ Հարցը շատ ավելի խորքային է ու շատ ավելի վատը, շատ ավելի։ Խոսքս վերաբերում է մեր հարգարժան ընդդիմությանը եւ ընդդիմադդմիկներին։ Ես ասել եմ, դրանք երկու տարբեր բաներ են։ Ընդդիմությունը դա հրաշալի բան է, իսկ ընդդիմադդմիկները, ովքեր քանդում են երկիրը, քանդում են պետությունը եւ ամեն ինչը քանդում են։ Ընդդիմադդմիկները իրենց կայքերով, իրենց ստի կյանքում ոչ մի բանի չհասած վերլուծաբաններով, իրենց կյանքում ոչ մի արժանիք չունեցող բարոյականությունից ակնհայտ թույլ այտենց տաղավարային կերպարներ կան, որ բառացիորեն նստում են, միկրոֆոնը միացնում են ու կնգապես սկսում են բամբասել են վատ կանանց պես, այտենց վերընկած սկսեցին հերոսացնել այս ապտակողին։ Եվ դա է ամենավտանգավոր դրվագը։ Այսինքն մի րոպե, ստացվում է այնպես, որ օքեյ, որոշ ուժեր սկսում են հերոսացնել մի մարդու, կարևորը որ իշխանությանը հարված հասցրեց, քանի որ ոստիկանությունը ասոցացվում է իշխանականի հետ, ապտակել ես, կեցես։ Այստեղ է ամենայդ վտանգավոր դրվագը, հասկանում ես, որ իդեալականացվում է։ Այդ տեսարանը մեր հասարակության որոշ քաղաքական եւ հասարակական շրջանակներ ընդունեցին ոչ թե դատապարտմամբ, ինչը իմ կարծիքով շատ մարդկային կլիներ եւ տրամաբանական, այլ գրեթե ծափահարություններով։ Ոմանց արձագանքներից, որ նայես եթերները, կարելի է ենթադրել, որ եթե մեր այսպես կոչված խորհրդարանը վերջնականապես չձևավորվեր եւ ընդդիմադդմիկների որոշ շերտեր, եթե ունենային ազատ մանդատներ, հաստատ այդ ապտակող ոստիկանին կտային այդ մանդատը, կասեն, ինչ դեպուտատի տեխնացույա, դու դեպուտատ, կտանային ազգային ժողով, կսարքեին դեպուտատ։ Ինչպես ասել եմ հայ ամերիկյան օրագրի գրքում, եթե դեպուտանին էլ ձեռն տաս, կդառնա դեպուտատ։ Հենց որ պիտի իմանանք ինչ մարդկանց մասին ենք մենք խոսում, եւ փաստորեն մեր համակարգում կան մարդիկ, ովքեր արա կարևորը ապտակեց, մարադեց եւ այսպես շարունակ։ Եվ այստեղ է արդեն հարցը, որ շատ ավելի մուգ երանգներ է ստանում։ Հարցը այն է, ինչպիսի հասարակություն ենք մենք ուզում կառուցել։ Տարիներ, դրա մասին եմ խոսում։ Ինչ հասարակություն ենք մենք ուզում կառուցել։ Մի հասարակություն, որտեղ ոստիկանին ապտակելը դառնում է հերոսություն, օքեյ, վաղը դուրս գանք բոլորի ապտակենք, նրանք ուրա գնալու էս հասարակությունը։ Եթե այս ձևաչափն է ворթեգրված։ Մենք սիրում ենք խոսել Եվրոպայից, ասոցացման համաձայնագիր, այն, սիրում ենք համարցակվել Ամերիկայի հետ անգամ, նույնպես այդ վախենում եմ այդ մարդկանցից, էլի որ Ամերիկայի հետ համեմատում են, ասելով Ամերիկայում բա ոնց է սենց է։ Հաճախ իհարկե ես ապրելով եմ երբեք ոչ թե համեմատում եմ, այլ ասեմ, Ամերիկայում սենց է։ Այդ ոնց են հասել այդ կետին, որովհետև այս էտապներով անցել են 300 տարի ապահանջվել, ստրկատիրություն են ունեցել, ռասայական խտրականություն են ունեցել, հետո ներել են, հետո օրենքներ են ընդունել, դատապարտել են, այդ հալածվողներին հերոսացրել են, վատաբանողներին ասել են ու կեղտեր դատապարտել են,
Որոշ արձաններ են հեռացրել, որոշ արձաններ են քանդել, հասկանում ես, եւ այդպես հասարակությունը առողջացել է։ Մեր մոտ չկա, լյուստրացիա չկա։ Մենք չենք ասում, այ էս արա մի րոպե, էսի են կեղտոտ կնիկներս են, արա էս արա դու լկաս, հասկանում ես, չկա այդ պատմության նկատմամբ լյուստրացիան, որ հասարակությունը պիտի առողջացնի։ Մինչև մենք մեր պատմության վերջին շրջանում, չեմ ասում գնանք 2000 տարի առաջ հիմա քանդենք Տիգրան Մեծը ինչ արեն։ Վերջին 100-150 տարվա պատմության մեջ, եթե մենք չհասկանանք, այս մարդը այս նպատակները ուներ, սենց արեց, սենց եղավ, մյուսը սենց էր ուզում, բայց սենց եղավ եւ հստակ գնահատականներ չտանք, չէ, էսի սուրբ է, էսի դասական է, էսի հոգեվորական է, էսի տերտեր է, էսի կոմպոզիտոր, այդպես չի լինելու այդպես բան։ Նույնն էլ էս մեր օրերին է վերաբերում, հասկանում ես, նույնն էլ մեր օրերին։ Մենք այս իրականության մեջ ենք հայտնվել, որովհետև մենք չգիտենք նույն 100 տարի, 110 տարի առաջվա առաջին հանրապետության արշալույսին ինչ էր կատարվում այնտեղ 108 տարի առաջ։ Ինչ ուժեր էին գործում, ոնց էին գործում եւ այլն եւ այլն։ Չենք խոսում դրա մասին։ Մի երկու հատ պատմաբան կա, ինչը իրան ձեռատալի, մանավանդ դաշնակցականները, գիտեք, շատ հպարտ են այդ բաներով, կետերով խոսում են եւ այլն, բայց ասենք այդ նույն մարդիկ, եթե նույն ոգևորությամբ խոսեն, օրինակ, ոնց են ստորագրի Ալեքսանդրապոլի պայմանագիրը, Խատիսյանը իրանցներ, չէ՞, ոնց ստորագրեց, ինչ եղավ, պիտի այդ արդարությունը ունենան, մանավանդ ոչ ոք դրա համար պատասխան չի կրելու։ Այդ պատմությունն է։ Ես 1000 անգամ ասել եմ, պատմությունը նրա համար է, որ մենք ուղղակի իմանանք, ոչ թե ասենք, վայ, կեղտոտ շներես ինչ արեցիք, չէ, այդ անցավ գնաց, հիմա եղբայր, արի էդի առանց էմոցիայի, առանց իմ ու քո, առանց հարազատ ու թշնամի հանելու եզրակացության կանք փագենք, ասենք, օքեյ, սենց ա եղել, էսի լավ կոմնա, էսի վատ կոմնա, սրա համար ապրեն, սրա համար ամոթ քխ։ Ու վերջ, ու գնանք առաջ։ Ծածկադմփոց։ Էսի չտպեք, էսի չխոսակ, այն մյուսը բան չանենք, այն մի բան չանենք։ Նույնը ամենավառ օրինակը ես միշտ բերում եմ, ասում եմ, ասենք Չարենցը կամ Տերյանը։ Դες Տերյանը մեր դասական գրողն է։ Գրողների միություն, էլի զզվցրին արդեն։ Հա, ինձ մի հատ ասում են Սևակ Չարենց, բան վրազ գրում են Facebook-ով, այնից գրում մի հատված առանց ընդհանուր բովանդակությունը հաշվի առնելու ինչ եմ ուզում ասեմ, մի կտոր եթերիցս կտրում են, տարածում են, գրում են, ահա սրիկան, չգիտեմ, Տերյանը ասում է վատ մարդ է։ Ես չեմ ասում Տերյանը վատ մարդ է։ Տերյանը մեր դասական գրողն է, չէ՞, դասական, հրաշք, լիրիկական, ընտիր, տուբերկուլոզ, ընտիր է։ Սա լավ է։ Ասում եմ ինքը Լենինի մտերիմն է եղել, չէ՞։ Ինքը եղել է Լենինի, ասենք ջատագով, ինքը մասնակցել է Բրեստ-Լիտովյան դաշնակցի ստորագրմանը, ինքը շատ լուրջ քաղաքական դերակատարում ա ունեցել, ինքը նաև առաջին հանրապետության դեմ է գործել եւ այլն, նույն ասենք նույն Չարենցի մասին կարանք խոսանք ու էլի լիքը բաների։ Հիմա, ահա, մենք ատում ենք Սովետը, մենք քննադատում ենք այդ ամեն ինչը, բայ թաղեմ սրան, թաղեմ նրան, Սարգիս Կասյանի փողոցը փոխեցինք դարավ Վազգեն վեհափար, որովհետև Սարգիս Կասյանը Հայաստանը խորհրդայնացնողն է, էսա այնա։ Բա ուրեմն պիտի նույն նժարի վրա դնենք, ասենք, իսկ ովքեր էին օգնում Սարգիս Կասյանին։ Սարգիս Կասյանը այդ աշխարհի կեղտը չէր կարա գար Բաքվից եւ Ադրբեջանից Հայաստանը գրավեր, լուծարեր առաջին հանրապետությունը չէր կարող, որովհետեւ կողքը եղել են մտավորականներ, ոնց որ հիմա եղել են մտավորականներ, եղել է բիզնես, եղել է օլիգարխիա, եղել է մյուսը, Պողոսը, Պետրոսը, Մարտիրոսը, որ դարել է ժողովուրդ, ամբողջները խելագարված։ Էլի եմ ասում, հիմա ես ոչ Սարգիս Կասյանին բարձրացնեմ, ոչ կիչացնեմ, ոչ մեկին լավը կասեմ, ոչ մեկին վատը կասեմ, դա մեր պատմությունն է, որ տենց է եղել։ Հիմա մենք պիտի որոշակի եզրակացության եզրահանգման գանք այստեղ, որ մնացած հարցերը իրականացնելուց տենց բան էլ չլինի։ Հասկանում ես, այդ շատ կարևոր դիտարկում է, որ մենք չենք անում, չգիտես ինչու։ Եվ այդ է սկսվում արդեն լուրջ խնդրեմ, եւ պետք է հարգվի ոստիկանի ինստիտուտը։ Ինչևէ, գնանք առաջ եւ ես էլի վերադառնալով առաջ գնալով, բայց միևնույն թեման չփոխելով, մեր քաղաքական որոշ ուժեր հերոսացրեցին այս քայլը, ասացին, ոտ էս ինչ գործառույթներ է անում, բայց այստեղ երկփեղկանք է առաջանում մարդու։ Երկփեղկանք, որովհետեւ փաստորեն նայեք ինչ է ստացվում։ Անդիմության որոշ ներկայացուցիչները ակտիվ լուսաբանում էին այդ հարգարժան քաղաքացիներին, ովքեր իրոք տոները քանդվում, ապան գնացել էին բողոքի ակցիային անում, պահանջելով կառավարությունից պաշտպանել նրանց, չէ՞, գնացել են ասում, պաշտպանեք, այս մարդիկ կմնան փլատակների տակ քանդվի, բողոքի չեք տալի, բայց այդ նույն քաղաքացիների նկատմամբ, ով որ հա ոստիկանի ֆորմայով, հա, ապտակ հաղթնողին ասում է, մալադեց որ խփեց, այ ապրի։
Այսինքն դա ստացվում է երկակի արժեքներ։ Եթե դուք դուրս եք եկել ցույցի եւ պաշտպանում եք մարդկանց պաշտպանվելու իրավունքը եւ մեղադրում եք իշխանություններին, որ իրանք չեն պաշտպանում, նույն ձևով ուրեմն պետք է դատապարտեք այն մարդկանց, ով որ չի պաշտպանում եւ հարվածում է մյուս քաղաքացու։ Սա պարզ է, որովհետեւ ինչ ենք մենք ուզում վերջը այդ տաղավարում նստած այդ մարդուն հերոսացնող շատ վատ հայեր, ովքեր հերոսացնում եք, ասեք, տեսեք, պատիվ այդ մարդը լավ բան է արել։ Դուք ինչ երկիր եք ուզում, որ մենք ունենանք։ Քրեա օլիգարխի գողապետական երկիր, որտեղ ոչ թե ճիշտը օրենքն է, այլ ճիշտը ուժն է։ Okay. There is always big fish, ասում են Ամերիկայում, եւ դա շատ ընտիր բան է։ There is always big fish. Միշտ bigger fish կամ ավելի մեծ թողնի։ Միշտ մեծ ձուկ կա, քեզնից մեծ, ով կգա քեզ համբ կանի կտանի։ Միշտ ցանկացած բնակավարում, ցանկացած ամենահզոր բան միշտ կգտնվի մե։ Ու օքեյ, եկեք տենց անենք ուրեմն։ Այս ուժը պատես նրան, էնի նրան, նա, ինչ կլինի, կտանք սպանենք իրար։ Բա մենք ինչ ենք ուզում վերջը, հենց այդ է հարցը։ Քրեական մշակույթի, սովետական բարքերի, NKVD-ի չեկիստական ձևակերպումների շարունակություն հազիվ ենք բրծե։ Բա հազիվ ենք բրծե դրա այդ արձագանքներից։ Եթե ոստիկան հարվածող քաղաքացուն սկսում ենք հերոսնացնել միայն այն պատճառով, որ նրա արարքը քաղաքականապես հաճելի է այլ շրջանակների համար, ապա մենք շատ վտանգավոր տենդենսի մեջ ենք։ Եվ այստեղ արդեն վերադառնում ենք էլի այն վատ բարքերին։ Ես նորից եմ ասում, նախագահին, վարչապետին, ոստիկանին, նախարարին, պատգամավորին քննադատել պետք է, որ սթափ լինեն։ Քննադատեք։ Կոռուպցիոն ռիսկեր կա, բացահայտենք, ասենք, խոսանք, բայց գնանք խփենք։ Դու վատ ոստիկան ես շրեղ, դու վատ նախարար ես շրեղ, բա տենց ոնց կլինի բա։ Դե այդ նույն բանը որ մարտի 1-ի ժամանակ է իշխանությունը ատում է ժողովրդին։ Դուք վատ ժողովուրդ եք, ձեզ պետք է սպանենք 19 տվից։ Ուրեմն տենց է։ Ուրեմն տենց է, այս երկրի դրվածքը տենց է։ Դուք շատ վատ պատգամավորներ եք, ասեց Նայիրի Հունանյանը եւ մտավ ազգային ժողով։ Դուք շատ վատ քաղաքացիներ եք, դուք շատ վատ միտինգիստ եք, ասեցին իշխանավորները, մտան քնած ազատության հրապարակ մարտի 1-ի առավոտ շուտ։ Դուք շատ վատն եք, քխեք ու դրռռ կծրին։ Դուք շատ վատ քաղաքացիներ եք, շատ վատ երևանցիներ եք, բանակը բերին մցրին Երևան։ Դե եթե այդ տրամաբանությամբ եք, ուրեմն ինչ դատաստան, ինչ ենք մենք խոսում, այդ դա ուրեմն։ Հայաստանը եթե իսկապես ցանկանում է դուրս գալ այս տասնամյակներով ձևավորված քրեա օլիգարխիկ գողապետական մտածելակերպից, ապա պետք է առաջին հերթին հրաժարվի ամենակարևոր սկզբունքից, այն է ուժն է ամենակարևորը, եթե ես ուժեղ եմ, ես ճիշտ եմ։ Ես այդ պատմությունը պատմում եմ, չէ՞, Ամերիկայի, որ ոչ մի բան իզնից չեմ ներկայացնում, ոչ մի բան, նոր եմ գնացել, գրպանս փող չկա, driver license բան, այն որ ticket տվեց ոստիկանը, գնացին կորտ, dismiss արեց։ Ես հաղթեցի դատը ամերիկյան ոստիկանի։ Այ, ո՞ն ինչ ասեմ ես հիմա։ Ես բռնեի թաթաթաթա դու գիտես ես լաֆելա։ Տենց ոնց կլինի։ Իսկ մեզ մոտ բոլորը ապերոներ են։ Նիվով շրեղ կեցօրինա գալիս եմ, այ մարդ այդ նիվի վրա թուղթ ու գիրը արած, ես բան չունեմ, մի հատ Porsche, մի հատ Mercedes, մի հատ, չգիտեմ, Audi, Այրուձի, մի հատ ավտոմեքենա քիչ թե շատ նորմալ, ես չեմ տեսել այդ այլանդակ երկեր, բայց մի հատ ճխմրտիկ Lada, կողքի դուռը խփած, ալքելակների ֆարերը չի աշխատում, ու մեջն էլ երկու հատ խամյակ։ Տրեղ, ուսես գնում է, ինչն է դրա հաճույքը, դա պիտի հանրային պարսավանք առաջացնի, հանրային պարսավանք։ Մեր աղջիկներն են մեղավոր, փապկասում տիկնայք Երևանյան աղջիկներ, Երևանի աղջիկների սիրունիկ են աղջիկները, դուք եք մեղավոր։ Քանի դուք բանատեղ եք դնում այդ կարգի մարդկանց ճակերտավոր, քանի դուք ուշադրություն եք հրավիրում այդ մարդիկ, քանի դուք կարծում եք, որ նրանք պահանջված են, նստում եք իրանց մեքենան, իրանց տեղը եւ այլն, իրանք շարունակելու են եւ ինֆուզորիաների պես բազմանալու են։ Համատարած մերժում պիտի լինի։ Որտեղ ձեր համար են անում, ինչի համար են անում։ Ձեր համար ուշադրություն են գրավում նանարիկ ֆանարիկներ։ Այդ նանարիկ ֆանարիկներն գնում են իրանց բան, որտեղ լեվելը նույնն է, ու տենց պիտի
այ երբ որ բարոյականությունը բարձրանա level-ը, երբ որ դա լինի ամոթ, այդ ժամանակ առողջացումը կլինի միանշանակ։ Այստեղ ասում են թող փորձեն, Էդիլյանն է ասում Միացյալ Նահանգներում հարվածեն ոստիկանին, դե թող փորձեն, հարգելի Էդիլյան, իհարկե թող փորձեն։ Ինչ ասեմ, դրա մասին էինք մենք խոսում, որ էլի չհամեմատելով այդ ինստիտուտը պիտի բավականին պատշաճ կերպով ներկայանա, հասկանում ես։ Լավ, մի ուրախալի բան Երևանյան Խրոնիկոնից, տեսեք, մենք հաճախ ասում ենք պետությունը որոշվում է, կայացվածությունը որոշվում է նրանով, թե ոնց ենք վերաբերում ծերերին եւ երեխաներին։ Եվ դա շատ բան է ասում պետության մասին, որովհետեւ պետությունը առաջին հերթին այո, պիտի ցույց տա իր վերաբերմունքը երեխաների եւ ծերերի նկատմամբ, որովհետեւ երեխաները վաղվա օրն են եւ եթե պետությունը մտահոգվում է վաղվա օրվա բարվոքությամբ, ապա իհարկե պետք է երեխաներին պատշաճ ուշադրություն դարձնի եւ տարեցներին, հա, 75-80 տարեկան ավագ սերնդի ներկայացուցիչներին եւ ավել, ովքեր այո, իրանց ճանապարհն են անցել, աշխատել են եւ այսինքն այս պետության հիմքերն են, որովհետեւ առանց մեծերի ամեն ինչը շատ ավելի վատ է լինում եւ ավակ սերունդը պիտի լինի, որ երիտասարդները իրանց ավելի ապահով զգան, հենարան ունենան եւ այլն եւ իրոք այդ մեծի ներկայությունը շատ կարեւոր է եւ պետությունը նաեւ հոգ տանելով ավակ սերնդի նկատմամբ իր հարգանքի տուրթ է մատուցում այն մարդկանց, ովքեր կյանքը ապրել են եւ ծառայեցրել են պետությանը, պետականությանը, տնտեսությանը եւ այլն։ Եվ հիմա Երևանի իրականության մեջ գալով տեսնում եք ինչ դպրոցներ են կառուցում, տեսնում եք մանկապարտեզների որակը, տեսնում եք լաբորատորիաները եւ ես շատ ուրախացա, երբ որ թե վարչապետի մակարդակով, թե ԿԳՄՍ-ի մակարդակով կառավարության նիստին այդ կադրերը չգիտեմ տեսակ թե չէ, պարտադրեցին բոլոր նորակառույց դպրոցներին այդ քիմիայի լաբորատորիաների գույքը կօգտագործեք, այդ երաժշտական դասարանների գույքը կօգտագործեք, այդ ֆիզիկայի լաբորատորիաների գույքը, քիմիայի կոլբաները, նյութերը կօգտագործեք։ Ինչի է սա ասվում, որ քիմիա առարկան մեկը ես, մեկը վստահ եմ դուք, հարգելի ռադիոլսողներ, քանի փորձ եք դուք տեսել, քիմիա առարկան ոնց է հնարավոր միայն գրատախտակի վրա։ Հիշում եմ ընկեր Դալաքյանը, ականջը կանչի, հուսամ ողջ եւ առողջ է, իմ ամենասիրելի ուսուցիչս քիմիա առանձնապես չի սիրում, բայց իրան շատ է սիրում։ Գալիս էր գրատախտակի վրա անիոններ, կատիոններ, կաթոդներ, այս պլյուսը գնում աստե, մինուսը գալիս է ատե, գրատախտակի վրա էր նկարում։ Հասկան, լակմուսի թուղթը պես հենց կլինի, սենց ուղիղ գծերը ասում էր պատկերացրեք սա վարդագույն է, խաչիկներով սենց խաչեր էր մեջը նկարում, սա սպիտակ է, բանը ու սենց պատկերավոր, հասկանում եմ, որ պատկերացումներ ուզում զարգացնել, բայց եթե լուրջ խոսենք, որովհետև չկար դպրոցում։ Մենք լավագույն եռյակի դպրոցների, Իսակովի դպրոցն եմ սովորել։ Հա։ Դա միշտ ասում եմ Չեխովը, Պուշկինը, Իսակովը, այդ երեք հատ դպրոցը իբր ամենալավն էր, այս լավը վատը չգիտեմ, հարցը էդի չի, հարցը որ չենք տեսել։ Կենսաբանության Նոնա Իվանովնա ջան, ընկեր Մելքոնյան ջան, եթե լսում եք, բարև ձեզ։ Այ կենսաբանություն շատ լավ եմ սովորել։ Կոլբաներ կար դասարանի վերջում, կռիս էր մորթած, աղիքները բացած, բաներ, ստամոքսը, լյարդը, լեղապարկը, անատոմիաները։ Բանի մի հատ մորեխեր բռնել էինք, մենք էինք բռնել դե պատերին խփածել, մի հատ թիթեր էր բանով, բուլավկով պատին խփած, այդ է մեր կենսաբանությունը։ Կարայր գնայր մոտիկ այդ հանգած կոլբաների մոտ, այդ կռիսը քսի կտային վրա, չէի կարող, ոչ մի բան չէի կարող։ Հիմա ասում է բա պիտի երեխեն տեսնի։ Մի անգամ Անժելա Սերգեևնան սոլֆեջոյից երաժշտության դասատուն 32 դպրոցի պատվալում էր բանը։ Դաշնամուրի մոտ ես այդ երաժշտական դպրոցել էի գնում նվագել գիտեի։ Մի հատ մտա գամա նվագեցի կամ օկտավա նվագեցի դո ռե մի ֆա սոլ լա սի դո եկան չփկեցին մի հատ դրա համար։ Ոնց թե դաշնամուրին կպել ես դու։ Հələ ես նվագել գիտեի։ Նես չի որ գնացել էի ջարդու փշուր էի անում դաշնամուրը որ պատժեցին։ Դեղ ծեծ ու ջարդը նորմալ երևույթ էր։ Հա։ Կանոնով ֆռսնում էր բումերանգի պես սենց ֆռում էր այդ դասարանով մեկ այդ այն երանկյունի
անկյուն գծելու կանոններ կար։ Միացած որ ֆրստում էր դասատուց կպավ, ինչ բան այդ բայրակթար եք ասում, տարեք դրանց ընդ է։ Մի խոսքով չենք տեսել։ Լավից վատից սովորել ենք։ Բա հիմա ինչ opportunity ունեն երեխեքը, ինչ հնարավորություններ ունեն երեխեքը։ Ու վերադառնալով դրասն ոնց է վերաբերում պետությունը բաներին, մեծերին եւ փոքրերին, ես դրա համար եմ ասում։ Երեխաներին հենց է սովորացնում ու հիմա տարեցներին ոնց հասկանում եմ առաջին անգամ Հայաստանում, հեսա ասեմ համայնքը մեծամոր քաղաքում նախատեսվում է բացել ոնց ասում ծերերի մանկապարտեզ, հա։ Հուսամ օրենքի եւ բարոյականության սահմաններում են։ Այն կոչվելու է գտնված երազ ակումբ, որտեղ տարեց մարդիկ են ժամանելու, ակումբը կդառնա ջերմ եւ հարմարավետ վայր, որտեղ ավագ սերնդի ներկայացուցիչները հնարավորություն կունենան իրար հետ շփվելու, նոր գիտելիքներ ձեռք բերելու, ստեղծագործելու, հետաքրքիր բովանդակալից ժամանակ անցկացնելու համար։ Նախատեսվում են տարբեր ուղղվածություններ, զբաղվածություններ, ընթերցանություն, մեդիա գրագիտություն, նկարչություն, մարմնամարզություն, ստեղծագործական աշխատանքներ, մի շարք այլ հետաքրքիր նախաձեռնություններ։ Հանդիպումները անցկացվելու են այս պահի դրությամբ շաբաթական 2 անգամ, այս պահին գոնե 2 ժամ տևողությամբ։ Նախաձեռնության նպատակն է նպաստել ավագ սերնդի ակտիվ ներգրավվածությանը հասարակական կյանքում, ստեղծել նոր շփումներ, ինքնադրսևորման հնարավորություններ եւ այլն եւ այլն եւ այլն։ Ապրեն։ Եսեք առաջին քայլ, հուսամ, սա կնգրկի նոր եւ նոր բնակավարներ եւ այո մեր ավագ սերնդի հարգարժան ներկայացուցիչներ, ովքեր շատ տանջված են էլի, տանջված են։ Նայում ես մեր մոտ 70 տարեկան մարդուն, որը շատ ընտիր տարիք է, ասենք։ Չէ, 70 տարեկանը ինչ է ընդհանրապես։ Նայում ես մեր մոտ մանավանդ մի քիչ sense ծայրամասերում բանում, էլի շատ ծանր է, էլի մարդկանց վիճակները։ Մարդիկ մեր կուրսում Սուզաննա Մանոուզ, այսօրվա պես հիշում եմ, մեքսիկնիկ էր։ Սուսաննա Մանոուզ 68 տարեկան, եկել էր ինստիտուտ սովորել, մեր կուրսեցիներ։ Իդեպ Facebook-ում ընկերներ եք, չգիտեմ։ Սուզաննա, տեսնեմ կա, ցույց տամ։ Իմ կուրսեցիներ։ Սուսաննա Մանոուզ, այսօրվա պես հիշում, ընտիր։ Եկել է սովորում է, Սուսաննա Մանոուզ, հեսա։ Այս իմ կուրսեցինը, հրաշալի տիկին է, սպիտակ մազերով է, հարգարժան տիկինը։ Եկել էր, սովորում էր։ Ինչ լամբադա էինք պարում, ինչ լամբադա, ինչ բան, ընտիր, մի խոսքով։ Ու ուզում եմ էլի այդ ամեն ինչը տեսնել նաև այստեղ Երևանում եւ հարգելի պատկան մարմիններ, ովքեր նախաձեռնում են բանը, նախ ապրեք իհարկե, երկրորդը հուսամ դա շարունակական կլինի։ Եվ հուսամ մեր ծերերն էլ, մեր ավագ սերնդի ներկայացուցիչներն էլ իրենց մեջ կգտնեն այդ բանը, էլ մենք մի քիչ այդ նավտալին բանը կա էլի, վայ աղջի նստի տունն, քեզ պետք է այդ հասան գնես մեյդան, արի դրան դեմը քարին նստի, բամբասի հարևաններից, չէ, գնացեք, օգտվեք այդ հնա, գնացեք, եկեք աղջի քո ինչ վախնա լեզու սովորել, միշտ պետք է։ Էլի չեն տեսել, բայց դա մենք հարգելի ռադիոլսողներ, մենք հո գիտենք, մենք հո տեսնում ենք այն քթի մեջ կիսլարոդի օքսիգեն մասկը քթին դրած գնում է խանութ բանը այդքան միջոցառումներ են կազմակերպում տարբեր ռեզորտներում գիտեք ինչ ակտիվություն Վեգասի կեսը օքսիգեն մասկով ել չեմ ասում Սանտա Բարբարաներով ու բաներով ավտոբուս մի հատ տուր բաց չեն թողի մի հատ տուր ու այդ շատ լավ է ու դա շատ լավ է հասկանում եմ, դա նյութականի հետ է կապված, բայց այդտեղ հիմա նյութական բան չկա, ասում եկեք, հարգելի ավագ սերնդի մեր հարգարժան հայրենակիցներ, օգտվեք այդ հնարավորությունից, գնացեք, եկեք ու վստահ եմ ձեր կյանքը էլա երանգ կստանա, գույն կստանա, այս կանի ընկանի։ Էս սենց հարգելի բարեկամներ, իդեպ հուսամ նաև հարազատները կաջակցեն, այս էլ է շատ կարևոր։ Հուսամ հարազատները կաջակցեն չեն ասի նստի տեղը քո ինչ տեղն է ահա ասեցի ու տես ինչ բերեց Արարատում բախվել է բեռնատար գնացքն ու ավտոմեքենան արա ես իրոք եմ ասում կցնդեմ վերջնականապես երկաթգիծ ընդհանրապես չունենք մենք մեր մոտ ժամերով կանգնես մի հատ ջարդ ու փշուր էլեկտրիշկա հազիվ է գնում փր թե այդ
ոնց են իրար հակնում այդ ազատության մեջ, այս ոչ parking կա, ոչ traffic կա, ոչ մի բան չկա։ Անես տպավորությունն է, ոնց որ այդ բեռնատարները գնում են, կանգնում են երկաթ գծի այդ գծերի վրա հատուկ դիտմամբ, որ վերջիներս գան եւ ջարդուփշուր անեն։ Ընդհանրապես վիճակ չկա, էլի, վիճակ չկա, ահա։ Կարդում եմ, այսօր Արարատի մարզում տեղի ունեցել մեծ վթար։ Արարատ քաղաքի ոսկու կորզման ֆաբրիկայի բանավան թաղամասում, սրանց թաղամասը նայ ոսկու կորզման, կորզելով են կապրեցական, ոսկու կորզման ֆաբրիկայի բանավան թաղամասում բախվել է բեռնատար գնացքը եւ բեռնատար ավտոմեքենան։ Դեպքի վայրը որտեղ պարզվել են գնացքի բեռնման ավտոմեքենայի վարորդի ինքնությունները, այլ մանրամասներ չեն հաղորդում, բարեբախտաբար լուրջ տուժածներ չկան, բայց նկարը կա։ Մեծ այդ կանաչ եւ դեղին զոլերով գնացքը բեռնատար եկել հակել է զիլ բաց կապույտ գույնի երկնագույն գույնի զիլ է եկել հարվածել են բան ոնց հա տես բան է որ այն Սան Ֆերնանդոն չի էլի ժողովուրդ ջան գլենդել Սան Ֆերնանդով րոպե մեկը Սան Ֆերնանդով անցել եմ այդ ART-ին որ գնում է չէ Սան Ֆերնանդով են գնում ինչքան բաներ կար գնացքներ էր գնում գալի ամեն րոպե փակում այդ Կոլորադոյի մոտ է փակում չգիտեմ այն freeway-ից դուրս գալուց փակում րոպեն մեկ 1000 հատ լույսավառում 1000 հատ left turn չկա right turn չկա կանգնում է 4 բոլորը ծնգելով մնգլով ամեն ինչով դա հասկանալի է որտեվ ինտենսիվ գնացքներ են գնում են գալիս են հասկացանք էս մեր մոտ ու գնաս ես չեմ հասկանում չգիտեմ ինչ ունենք ստեղ Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետը հյուրընկալել է Հայաստանի իր գործընկերոջը լավ եք արել բարև ձեզ Վրաստանի պետանվտանգության ծառայության պետ Գեկա Գալադզեն հյուրընկալել է Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզության ծառայության պետ Քրիստինե Գրիգորյանին երկուստը քննարկել են կարևոր հարցեր լավ են արել ինչ քննարկել են ապրեն օքեյ հրաշալի է տեսնեմ ինչ կա այսպես հրատապ ընդհատվեն գովազդով մեր հարգելի գործընկերներին ասենք թենքյուներ որ մեզ հետ են մեր կողքին են եւ ընթանանք Առաջ, ընկերներ, բայց Նյու Յորքի կայարանը մետրոյի տեսել եք ինչ հեղեղումներ են Նյու Յորքի մետրոյի կայարանները մի քանիսը մանավանդ Penn Station-ը հեղեղվել է Մանհեթենի կենտրոնում գտնվող Նյու Յորքում տեղացած ուժգին հորդառատ անձրևները հեղեղել են մետրոյի որոշ կայարաններ ABC News լրատվականի փոխանցմամբ ջրի հոսքերը լցվել են Մանհեթենի կենտրոնում գտնվող Penn Station կայարանի հարթակը եղանակային պայմանների պատճառով Նյու Յորքի մետրոյի մի քանի գծերում գնացները անգամ երթևեկում են զգալի ուշացումներով իսկ Բրուքլինի ավտոճանապարհներից մեկի երթևեկությունը ամբողջությամբ դադարեցված է օդերևութաբանները Նյու Յորք եւ Նյու Ջերսի նահանգներում նախազգուշացրել են հեղեղումների վտանգի մասին այսպիսի պատումներ հարգելի բարեկամներ դե ինչ զգուշ լինենք թեպետ մի քիչ անձրևները կհովացնեն այս տապը տեղատարափը որ կա այս տապը տեղատարափը չէ հուսամ օրենքի եւ բարոյականության սահմաններում հա ամեն ինչը գեղեցիկ կլինի մեր հարգարժան գործընկերներին ասենք թենքյուներ որ մեծ հետ են մեր կողքին եւ ավանդույթները չխախտելով ուրբաթ օրով մի պատառ անպայման ձեզ համար կկարդամ գրքիցս սա յոգա ուղեղի համար նախագիծն է դուք լսում եք R Music Radio